Օրերս Վրաստանի Հանրապետության Գորի քաղաքում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն, որին մասնակցեցին նաև Նինոწმინდայի մարզադպրոցի Գանձա գյուղի ըմբիշները։ Տարին բարեհաջող սկսվեց մեր մարզիկների համար, եւ թեժ պայքարում նրանք կրկին վերադարձան դրական արդյունքներով։ Մանրամասների համար հեռախոսակապով զրուցեցինք մարզիչ Ռուբիկ Պողոսյանի հետ։ Ցաշանը անցկացվել է քաղաք Գորիում, սպորտասերները ինչպես գիտեն, Գորի կենտրոնն է ըմբշամարտի, ազատ ոճի ըմբշամարտի կենտրոնն է, համաշխարհային է, համարյա, որովհետև բոլոր մարզիկները, ըմբիշները ձգտում են կան Գորի իրանց հնարավորությունները զարգացնել։ Այդ մրցումը հասկացում էր Ցոտնե Վարամիձեի հիշատակի։ Նա ծնվել էր Գորիում, մարզվել էր շատ մրցաշարերի հաղթող է եւ նրա անունով էր այդ մրցաշարը։ Մոտ 300 մարզիկ էին մասնակցում տարբեր երկրներից, որից նաեւ մեր Նինոწმინդայի շրջանի Գանձա գյուղն էր ներկայացնում։ Գանձայի ըմբիշներն էին մասնակցում։ Ուզում եմ ասել, որ շատ հոյակապ ելույթ ունեցան մեր մարզիկները պատանի մինչև 15 տարեկաններն էին։ Նվաճեցինք մրցանակային տեղ ամենաբարձրակաշային կարգում Մկրտիչ Ջանամյանը։ Նա կոդեմարտեց 4 մարզիկի հետ, որի 3 հաղթանակ տարավ մաքուր եւ 2 կոդեմարտ յավոներով պարտվեց։ Ուզում եմ ասել, ուսումնականներ այս տարին սկսվել է այդ միջազգային մրցաշարներից եւ հույս ունենք այդ պատանի մարզիկները դեզի ավելի շատ արդյունքներ եւ մեդալներ կբերեն։ Ես նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր քաղաքապետարանից եւ սպորտ դպրոցից, որոնք շատ մեծ ուշադրություն են դարձնում։ Հույս ունեմ շատ ուշադրություն դիմի, որ մեր երեխեքը ավելի շատ զարգանան եւ հասնեն աշխարհի, Եվրոպայի եւ Օլիմպիադայի խաղերի չեմպիոններ դառնան։